Իրանի դեմ ռազմական գործողություններն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում են, ընդ որում բոլոր մակարդակներում եւ բոլոր հարթություններում։ Դրանց թվում իհարկե բացառելի չէ նաեւ համաշխարհային տնտեսությունը, տնտեսական սուբյեկտները եւ խաղացողները։ Տեսեք, առհասարակ գլոբալ ցնցումների պայմաններում, հատկապես երբ խոսքը վերաբերում է այսօրինակ ուրեմն լայնամասշտաբ զարգացումներին, ռազմական էսկալացիաներին, երբեմն անգամ խոշոր խաղացողների քաղաքական որևէ ոչ այնքան մեծ հայտարարություն, բայց իր ազդեցությունը իր առաջնային վարքագծի դրսևորումների տեսքով իհարկե ունենում է եւ առաջին հերթին հենց ֆինանսական շուկայի սուբյեկտների, ֆինանսական խաղացողների կողմից։ Իրանի դեմ ռազմական գործողությունների այսօրվա գոնե զարգացումների համատեքստում ամենազգայուն արձագանքը թերևս հասկանալիորեն նկատվեց նավթի գների հետ կապված պայմանավորված մերձավոր արևելյան ընդգրկվածությամբ զարգացումների, պայմանավորված Հորմուզի նեղուցի հնարավոր արգելափակման հետ եւ նաեւ նավթի մատակարարումների այդպիսով նաեւ նավթի մատակարարումների հնարավոր խնդիրների հետ կապված։ Պատահական չէ, որ այդ զգայուն առաջնային արձագանքերից նույն նավթի գները արդեն իսկ այսօր արձանագրել են 10% եւ ավելաճ։ Օրինակ Brent տեսակի նավթի գինը, իդեպ պետք է նշեմ, որ եւ նավթի գների հետ կապված եւ ինդեքսների, որի մասին կխոսենք, միջինացված որոշակի ցուցանիշ ենք դիտարկել օրվա ընթացքում, այսօրվա ընթացքում եւ պետք է նշել, որ օրվա ընթացքում դրանք պարբերաբար տատանվել են։ Ուստի գուցե այսօր հենց հիմա մեր կողմից նշված ցուցանիշներն արդեն իսկ որոշակիորեն ակտուալություն կորցրածն են։ Բայց ինչևից է Brent տեսակի նավթի գինը գոնե միջինացված, այսպես գնանշման համատեքստում գերազանցել է $77, WTI տեսակը $75։ Օբյեկտիվ են գնահատականները, որ նավթի գները այս զարգացումների համատեքստում կարող են անցնել անգամ $100 շեմը, իսկ ռազմական էսկալացիայի հետագա զարգացման պարագայում նույնիսկ կան գնահատականներ, որ դրանք կարող են գերազանցել անգամ $200 շեմը։ Բնական է, որ նավթամթերքի վառելիքի նման գնաճը իր շղթայական ազդեցությունն ունենալու է համաշխարհային մակարդակով ինֆլյացիայի տեսքով, այլ ապրանքների ուրեմն թանկացումների տեսքով եւ պետք է նշել, որ օրինակ Reuters գործակալությունը գնահատել է, որ նավթի գների աճը կարող է համաշխարհային ինֆլյացիային նպաստել, այսինքն արագացնել ինֆլյացիան 0.6-ից 0.7%-ային կետով։ Հասկանալի է, որ այս զարգացումներից որպես համաշխարհային շուկաներից բավական մեծ կախվածության մեջ գտնվող երկիր, որպես առավելապես ներկրող երկիր, իհարկե անմասն չենք մնա նաև մենք, անմասն չի մնա նաև Հայաստանի տնտեսությունը։ Նշենք, որ որպես առաջնային այսպես արձագանքներ ոսկու գինը թանկացավ, իդեպ բավական թանկացած մակարդակից եւ ընդհանուր մինչեւ այսօրվա դրությամբ հասցրել է գերազանցել $5,000 շեմը։ Դա եւս անշուշտ իր ազդեցությունները կունենա մեր շուկայում, բավական է միայն հիշել, որ վերջին թանկացումները բավական արագ իրենց դրսևորումները նույն մեր ոսկու շուկայում գների աճի տեսքով իհարկե ունեցան։ Ինչպես նշեցինք, ֆինանսական շուկաների այլ խաղացողներ եւս, մասնավորապես նույն եվրոպական, ամերիկյան, ասիական ինդեքսները եւս շատ արագ արձագանք ունեցան։ Նորից պիտի հիշեցնենք, կրկնենք, որ նման վարքագծերը բավական առաջնային են եւ երկարաժամկետ պլանավորման համատեքստում իհարկե ոչ միանշանակ, բայց այդ առաջնային արձագանքները կան եւ հիմնականում համաշխարհային ինդեքսները անկումների միտում են արձանագրել։ Օրինակ եվրոպական ինդեքսները միջինում 2%-անոց անկում են արձանագրել, ամերիկյան ինդեքսների պարագայում բավական այսպես փոփոխական վարքագիծ է գրանցվել։ Մենք ունենք ամերիկյան ինդեքս, օրինակ Dow Jones-ը, որը 2%-անոց անկում էր արձանագրել, այնուհետև մի փոքր վերականգնվել է եւ հետեւաբար այս տատանումները պայմանավորված են այն անորոշություններով, որոնք ուղիղ բխում են ռազմական գործողություններով եւ դրանց հետագա զարգացման ուրեմն սցենարներով։ Ասիական ինդեքսների անկումները, հիմնականում անկումները եւս օրինաչափ են եւ առավել քան սպասելի։ Նույն պայմանավորված բավական օբյեկտիվ գնահատականներով, որ ասիական շուկաներն այս զարգացումներից հատկապես Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակման արդյունքում ամենաշատը տուժողներն են։ Հիշեցնենք միայն, որ
Հորմուզի նեղուցով անցնում է նավթի հոսքերի 20-ից 25%-ը, հեղուկ գազի հոսքերի 1/3-ը եւ դրանց համատեքստում զգալի մասը, մեծ մասը հենց ասիական երկրներ են մատակարարվում։ Ուստի այդ ասիական ինդեքսների բացասական արձագանքներն առավել քան օրինաչափ են։ Հասկանալի է միանշանակ, որ ռազմական գործողությունների այս էսկալացիան ունի գեոտնտեսական, աշխարհատնտեսական որոշ ենթատեքստեր կամ առնվազն ենթադրում է աշխարհատնտեսական շահեր։ Պատահական չեն նաև այն գնահատականները, որ հատկապես Հորմուզի նեղուցի արգելափակման, նավթի գների, նավթային հոսքերի կրճատումների եւ այլնի հետ կապված բավական լուրջ հետաքրքրություններ եւ շահեր ունի Միացյալ Նահանգները։ Մի կողմից, ինչպես նշեցինք, ասիական շուկաները կարող են մեծապես տուժել, հիշեցնենք, որ Չինաստանը նավթ ներկրող երկիր է եւ չինական, ուրեմն նավթի մատակարարումների խափանումները մի կողմից, նավթի գների աճը մյուս կողմից իհարկե լուրջ հետևանքներ կունենա չինական տնտեսության վրա, ինչը ամերիկյան հետաքրքրությունների տեսանկյունից առավել քան հասկանալի է։ Բայց այստեղ կա եւս երկրորդ հանգամանքը, դա հեղուկ գազի խափանումների, հավանական խափանումների խնդիրն է, որով ամերիկյան գազի կազմակերպությունները, գազային կազմակերպությունները ամերիկյան հեղուկ գազի հետ կապված իհարկե իրենց բավական լուրջ հետաքրքրություններն ունեն։ Միաժամանակ կարծում եմ նման իրավիճակներում, այսպիսի անորոշությունների պայմաններում մի կողմի բացառապես դրական, այսպես հնարավոր զարգացումների կամ շահերի տեսանկյունից խնդիրը դիտարկելը այնքան էլ միանշանակ չէ։ Նախ, ինչպես նշեցինք, նույն նավթամթերքի վառելիքի թանկացումները համաշխարհային մակարդակով նոր ինֆլյացիոն աճեր եւ ռիսկեր են, ուրեմն ենթադրում, որից համաշխարհային տնտեսությունը եւ տնտեսության բոլոր խաղացողներն իհարկե տուժելու են։ Սա այդպես շահերի միանշանակության տեսանկյունից պետք է հիշել։ Մյուս կողմից պետք է ընդհանուր առմամբ հասկանալ, որ այս զարգացումների համատեքստում, նույն օրինակ նավթի գների շարունակական աճի պարագայում, նորից ոչ միանշանակ են հնարավոր հետաքրքրությունները նավթ արդյունահանող երկրների պարագայում։ Նավթի բարձր գները կարճաժամկետում, գուցե միջնաժամկետում, չի բացառվում նաև երկարաժամկետում, բավական լուրջ, այսպես նորից հետաքրքրությունների տիրույթում են նավթ արդյունահանող երկրների, այսպես ասած նավթային ասեղի վրա գտնվող տնտեսությունների համար, իսկ Միացյալ Նահանգների շահերի տեսանկյունից եթե դիտարկում ենք, կան երկրներ, որոնց համար նավթի բարձր գները կարող են այնքան էլ մեծ հետաքրքրություն եւ ոգևորություն չառաջացնել արևմտյան կողմից, Միացյալ Նահանգների կողմից։ Ուստի այստեղ միանշանակ գնահատականները գոնե այս պահի դրությամբ իսկապես կարող են ոչ ամբողջական եւ ոչ լիովին օբյեկտիվ լինել։ Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսության, մակրոտնտեսական զարգացումներին եւ համաշխարհային տնտեսության ավելի երկար ժամանակահատվածի համար հնարավոր, ուրեմն արձագանքներին եւ որոշակի վարքագծին, ապա նորից պետք է կրկնենք, որ դա ուղիղ համեմատական է ռազմական գործողությունների ձգձգմանը, միանշանակ է սակայն, որ այսօր բավական լուրջ անորոշություններ կան, ինչը ենթադրում է բոլոր շուկաներում բավական մեծ տատանողականություն։